Ararat Bank, ուղղություն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Քաշեց, արու մնաց մազը ֆենի վրա։ Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է։ Ինքը ստակով sense նայում է, sense բերեց, տավին Google-ի գլխին որ երկաթից ոնց զենքը գա։ Սառուցի կտոր էր էլի էդի։ Սենց արեց։ Sense նայում բարձր խնդում եմ ժողովուրդն էլ է հետս խնդում։ Գլովոյի հետ քաղաքը քո տրամադրության տակ է։ Ընկերներիդ հետ ուզում ես տարբերվող մի բան ուտել։ Պատվիրիր Գլովո եւ վայելիր։ Տակդիրները վերջացել են։ Պատվիրիր Գլովո եւ անհոգ եղիր։ Լավ ֆիլմը, լավ պաղպաղակ է պահանջում։ Համեղ է։ Ներբեռնիր Գլովո, ստացիր ուզածդ։ Ժոպեներ անց։ Այսօր հենց այնպես հաղորդման հյուրերն են Վաչե Երիցյանը եւ Գարիկ Սեփխանյանը։ Ոնց եք, ուրախ եմ ձեզ վերջապես տեսնել հենց այնպեսի տաղավարում։ Խելոք։ Խելոք։ Բայց այսօր խելոք չեք լինելու, չէ՞։ Այսօր բոլոր անզգույշ, ոչ խելոք պատմություններն ենք պատմելու եւ վայելելու ենք մեր գործընկեր բիզնես պարտների կողմից առաջարկվող, ներկայացվող շեյք կոկտեյլները, պատրաստի կոկտեյլները։ Օգնեմ։ Որոնք ես, ահա զգուշությամբ կբացեմ։ Շիլակը նայեց։ Շիլակը չեմ վնասում։ Պատրաստի կոկտեյլներն ձեզ կհյուրասիրեմ, բայց դուք արդեն կարող եք սկսել պատմել ձեր հենց այնպես պատմությունները։ Դե Սկսի։ Մեր պատմություններից Վաչեի հետ հենց անձամբ մի պատմություն կա, որ մի անգամ գնացել էինք, վերջերս մի 3 տարի առաջ է, չէ՞ երևի։ Փարիզը։ Հա, շուտ հյուրախաղերի էինք գնացել Փարիզ։ Դες մի միջոցառում կար գնացել ենք, ուրեմն այնց ստացած որ մի տեղ էինք մնում, որտեղ որ հայկական կաթոլիկ եկեղեցին է, մենք մնում ենք եկեղեցու կողքը հյուրանոցում ու այդ տարածքում մոտավորապես 2 կիլոմետր շարավիղով գեյ կլուբեր է։ Լավ լուրջ։ Ռեստորաններ։ Ես իմ կյանքում այդքան կաբլուկով աղջիկ չէի տեսել, ինչքան տեղա տեսա այդ ժամանակ։ Դե մի գնացել ենք ուրախ անցնում ա մեր օրերը, մի օր որոշեցինք տենց մի քիչ խմեցինք, եկավ ժամը 2-ը, ասենք Վաչե ասենք գնանք այդ կլուբ գտնենք նորմալ, հա, նորմալ կլուբ էլի, գտնենք հա մի հատ Straight club։ վիսկի, ինչ էինք խմելու։ Ռոմ, ես ռոմ։ Հա, գնում ենք ռոմ խմելու։ Ու գնում ենք որ կլուբ գնում ենք որ արդեն մուտքի մոտ, մեջից կաբլուկով տղաներ են դուրս բան, էսի չեղավ, այնի չեղավ։ Վերջը մի հատ տեսանք, որտեղ մի հատ security աշխատողը սև մի հատ տղա է ուժեղ կանած, ասի Վաչեսի հաստատ լավ տեղ արի գնանք, նորմալ ժողովուրդ են գնանք, այդտեղ խմենք մեր ռոմը։ Գնացինք սրան, ասինք դե մտնենք ներս, բան ասում դե եթե գեյ եք մտեք։ Ասինք չէ, բան դες նեղացած այդ մենք մի կե Վաչեն ֆրացից։ Արա գար ինչ կլինի, ասում մի քիչ զգացմունք ունենայիր իմ հանդեպ, էլի կմտնենք ռոմը կխմենք դուրս կգայինք։ Հետ չգնացինք։ Չէ, չգնացինք, էլ ուր գնայինք։ Զգացմունքներ։ Լավ փոշմանել ենք։ Вообще զգացմունք։ Դու սիրեի։ Ես սիրում եմ, բայց ինքն էլ է պետք։ Անպատասխաներ։ Կոնկրետ այդ սև հարցը որ դու սիրես։ Հա, իրար պետք է իրար սիրեինք, էլի միակողմանի չլներ սերը։ Գտաք վերջը ակում։ Չէ, այդպես չգտանք, գնացինք քնեցինք։ Ընկելով։ Շատ եք շրջագայում։ Հա, Եվ շրջագայությունների ժամանակ հաստատ էպիկ դեպքեր շատ են եղել։ շատ է եղել, օրինակ մեր մոտ ես Երևանի ժամանակվանից այդպես շրջագայություններ եմ եղել 2011 թվականից, այդպես տարեկան անդադար օդում ավելի շատ ենք դնում, քան գետնի վրա։ Մի անգամ որտեղից գնացինք Ռուսաստան, համերգներ ունեինք, արեցինք, հետ ենք եկել, իջել ենք ստեղից մի քանի ժամ հետո թռել ենք Լոսից մի քանի ժամ հետո թռել ենք Մեքսիկա, այտենց Այդ Երևան նախագծով։ Չէ, դա Full House-ի ժամանակ։ Մի շաբաթ էր օդի մեջ էինք, էլի։ Ահա, բացենք Full House folder-ը եւ հիշենք այդ պատմություններից։ Դե Full House-ից քեզ հյուր եղել են։ Նրանք արդեն ահագին բաներ պատմած կլինեն։ Բայց մյուսները որ գայս են ասում են ոչ եթերային է, այդ ոչ եթերային պատմությունները դու պատմի։ Չէ, ոչ եթերայինները չեմ կարող պատմեմ, է։ Տուն ունենք, կնիկ ունենք, բան։ Հասկացա։ Տնեցիկ ունենք, անուն ենք տվել։ Բայց եղել է, այդպես ծիծաղալու դեպքեր շատ է եղել, որ մի անգամ հիշում եմ, որ Անին գնաց Երանյան, կստացի Անին տենց իմ հետ կապված ահագին բաներ էր խոսացել կոմոդ, ես էլ պատմեմ, գնաց բան, իրան հարթուկ ֆեն առավ,
մի հատ, գիտեք այդ հարթուկ ֆեները, մի խոսքով գնաց արա, որ պետք է գնանք համերգի, արդեն պատրաստվում է որ գնանք։ Ինասը ինքը ռեգլիրովկի քնդեր եսին ոնց հարը ամենաբարձի վրա է դրած, այս մազը sense քաշեց, արու մնաց մազը ֆենի վրա։ Այս կանտը։ Չգիտեք ինչ արենք, մեռել ենք քնդալուց, բայց դե լացում այդ աղջիկներ բան արդեն դες ֆենի վրա մնացել։ Մազերի Ոայ կեսը։ շատ խնդալու չէր պատմել։ Հա, դե ո՞ր պետք է պատմի այդ կապվածը։ Կոշիկը պատմել է, տեսել եմ։ Ինքը չի պատմել Միրանն է Միրանն է պատմում։ Ծախ, երկու ծախ։ Բայց քո պատմությունն էլ շատ խնդալու է այդ հաշիվի հետ Հա, կապված։ դե Ինչ էիր զգում դու այդ Ինչ բանը։ պետք է ազգայի, մտածում էի ինչս օրգաներից Այդ որը դնեմ։ Այդ բանը, որ գնացել ենք, մեզ տարել են հյուրասիրելու միտեղ, թանգանոթ ռեստորան է շատ, տենց մեծ հաշիվ է, էլի, դες գալու, եւ որ տարել այդ մարդը պետք է հաշիվը փակի, հետո ասես Գարիկ մի հատ է կխմես այդ կոնյակից, ասի չէ, բա խմես, բան, ասես մատուցքնած հաշիվը բեր, մեկ էլ մի հատ է Գարիկին այդ կոնյակից բեր։ Այս մատուցողը բերես կոնյակն ու հաշիվը տվեց ինձ։ $20,000 հաշիվ է երևի, էլի, դες վերցրել եմ հաշիվը, մտածում որ օրգանս դնեմ մեջը տամ զդաչում գլաններ բերան, տենց չգիտեմ, կույրաղի։ Դե լավ է, տեսավ տարավ։ Բերել են, բայց ինչ ես արել, գսես բաներ ես արել։ Չգիտեմ ինչ արել։ Բումաժնիկը զգի թողի տունը։ Ավտոյի մեջ մի վարկյան պահի։ Բա չէ, դու էլ հիշ։ Դե ինձ մոտել է, մենք շրջագայել ենք իրար հետ, հա, մեր պատմությունները հիմնականում ոչ եթերային են, որտեղ ես էլ կին ունեմ։ Չէ, դե մանենց ենք ասում ոնց որ Հա, չէ։ արդեն վտանգ կա։ Արդեն ավելի լավ է պատմենք։ Որտեղ Որտեղ ինչ ասես մտածում եմ։ Ասելու։ Այդ ինչ է կարևոր։ Չէ, իմ հիմնականում իմ մոտ sense է ստացվում, շրջագայությունների այն թափառաշրջիկ մասը լավ է ստացվում, բայց ինչը որ վերաբերում է բեմին, մի քիչ ամփույթ եմ էլի, նո որտեվ ուղեղս ընդեղ է, ես գժվում եմ, որ գնում եմ, պետք է ինգնեմ կորեմ ամենտեղ։ Հա, գնացել ենք Փարիզ, որ գնացել ենք, կներես ընդհատնում։ Առաջ անգամ է Փարիզում, ես շատ էի գնացել եկինք, առաջ անգամ, բայց այն որ կյանքում մենակ Փարիզում ման չեմ գա ես, էլի։ Հետս ծանոթ մարդ պետք է լի, որ ասի գնանք ստեղ, գնանք այնտեղ, էս անենք, այն անենք։ Դու որոշեցիր մենակ դուրս։ Չամադանը դրեց, ռյուկզակը հագավ ու գնաց։ Մի 4 ժամ հետո, 5 ժամ հետո եկավ, արդեն սա Փարիզը ինքը գիտեր անգիր, մետրոները, բաները, այդպես շուտ։ Հա, 3 օրում սովորեցի։ Մի խոսք Մի քիչ ասեմ։ որ շատ քայլեի, վարչապետ կտային, էլի։ Հա, չէ։ Հա, Ուր կորեմ։ Ֆրանսիայի Որտեղ էլ լինեմ կորած եմ էլի։ Հայաստանում չեմ վերջը։ Մի խոսքով գնացել ենք հիմա մի ներկայացում կա, դահլիճ այնքան անհարմար է ինչ որ բաներ սարքելու համար, կուլիսներ ենք հնարել, ասենց դիագոնալ պատի։ Այդ մեր է, որ գնացել։ Չէ, այդ դրանից հետո։ Ինչ որ տենց էր, հա։ Շո ռեստորանի զալը։ Ոնց որ սենյակում ներկայացում խաղաց, որտեղ անպայմանա կուլիսներ։ Ուրեմն դիագոնալ sense կտորներ են կախել, որ գոնե հետևները փոխվենք, այսինքն sense է ստացվում։ Եթե ես այս բանից համարից հետո ոնց որ էլի ունեմ, պետքա հիշեմ շորս որտեղ եմ դրել, ինչ եմ արել, որ ճիշտ փոխվեմ։ Ուրեմն 90 անգամ էս ինտեղ բան մտքիս մեջ գնում եմ, գալիս եմ, ներկայացումը խաղում են, գալիս է վերջին կտորը, ես բարձում եմ ամենավերջին կտորը, որը պետքա լինեմ վերնաշապիկ սպիտակ ու բան մի խոսքով դասականի մեջ, թողել եմ մյուս կուլիսում։ Իսկ հիմա ես խաղում եմ երեխա, կախածա դոշիցս ռագատկա, ես շորտիկով ու պետքա Թումանյան կարդամ։ Բայց շորերս տենց է։ Ու ինչ անեմ, խառնվել եմ Սամոն Թոփալյանը արդեն սկսել է։ Ու ինքը սկսել է, ես պիտի շարունակեմ։ Ես հələ ռագատկա խառը տենց կանգնած եմ։ Լողի շորերով լավ։ Ասի ինչ էլ նոմալնի, Սամոյի շորերն էլ բոլորը գրեթե տենց էին, էլի։ Սամոյի շորերը հակա, շալվարը, սենց։ Այս հենց առոջկեն մի կերպ սենց ինքս ինձ զապրավկա արեցի, բան կոշիկներից էլ չկա, Սամոյի կոշիկները հակա եկավ հերթս։ Սենց դուրս եկար բեր։ Սենց ամեն ինչը ձգ։ Լավ է շալվարը չես կորցրել, թե՞։ Սենց մտել եմ բեմ, մենակ ձեռքերը սենց արել։ Հա, վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու վայ, ու տենց հետ գնացել եմ սենց բրթելով ինձ։ Զեդ։ Ու պատկերացրեք Սամոյի վիճակը, որ ինձ տեսել ասմախ է, ոչ սենց քայլում։ Բայց Սամոն տեսա որ իր շորերով է։ Հա, Հասկացա։ հա, ես նայում եի Սամոն իմ շորերով չի, դեպ էլ վատա։ Այդպես մի անգամ նա դեպք եղավ, չեմ ասի ով է, մեր դերասաններից, որ գնացել ենք էլի հյուրախաղերի, ուրեմն իր գանարարը տվել են, ինքը պահում է իր ասած բան ունի, ոչ մի սումուչկա ունի, դրա մեջ է դրած, ու էդ էլ դրել է իր պայուսակի մեջ։
մի խոսքով այդ պայուսակը հետը բերել է, որ համարում չթողա, որ հանգար չգողանան գանարարը, բան թե օպտի գողանան։ Մի խոսքով բերել է, ու մի հատ կտոր կա, որ մեր դերասաններից մեկը դուրս է գալի խաղալու, սունկա է իրան պետք, ու ինքը սունկին է տենում, sense արագի մեջ վերցնում դուրս է գալի խաղում, մեկ էս գալիս է տենում է սունկին չկա։ Գանարարը մեջ։ Արա Դες ինչ էր անում, վազում ես կոմենտում, պատելու ուր ասում ես բոն ես կոմենտում, մեկ էլ ասի խառնվել ենք իրար, բան օպտիլի կուլիսներում մենակ մենք ենք, բան։ Մեկ էլ տեսակ բեմի վրա, հեն ասեցի, բանը վերցրել է, բեմի վրա եսա կբերի, ուրեմն զանավեսկի վրա հետ մի հատ ցած փոքր ծակ կար, էլի։ Ինքը այս ծակով sense նայում է, sense դերեց, հանկարծ մեջից փոքր Էկրանի մեջ է։ այդ ինչ դալու պատմություն է։ Բեմից էլ ինչ կհիշեք, անհարմար իրավիճակներ հենց բեմին։ Դե բեմից եղել է իմ հետ, որ էլի մենք հետ էինք խաղում, որ մի հատ Ամերիկայում հաղորդավար կա Փարթամյան Գիշեք Փարթամյան, որ ինքը տեկլոր մի անգամ դուրս էր եկել։ Դե տեսել ես այդ որ լրիվ տեկլոր sense բանով sense հենց այդ օրը տենց էր վարում։ Տենց էր որոշել։ Ինքը տենց է որոշել։ Ու ուրեմն մի հատ համար ունենք գրած Ամերիկայում պետք է խաղանք, որ էլի Փարթամյան մենչը պետք է խաղա։ Բունոքը բանը կպցել է լրիվ Փարթամյան, ասինք դե տեկլոր խաղա, ես պիտի հետը խաղամ, ասինք չէ, դա էլի մի քիչ հակահիգիենիկ է, բան ստի բեմ է, էլի պետք չի, էլի, բան։ Չէ, ասեց, ապա ինչ տեկլոր դու գիր չեք, բան։ Վերջը, ուրեմն սիրուն Սարոշկան կհակնեմ, կելնեմ ու ինքը առ շատ նման էր եղել այդ մուրուքը բանը որ կպցել, ուրեմն դուրս եմ եկել բեմ, կտոր եմ խաղում, հետո պետք է ինքը գա մեն, չէ։ Մեկ է ձենը գալիս է, ասես պտտվում եմ, տենում եմ մենչը տեկլոր։ Այդ գիտես չեմ նայում բարձր խնդում եմ ժողովուրդը Ժորտել է հետս խնդում, ամոտապես 15 րոպե ես խնդացել ենք։ Բայց ինքը շատ լավ է Ամերիկայում 2000 հոգի մարդ հետս է որ հավասար խնդում ենք։ Բանի վրա այդ պայի վրա։ Շատ անսպասելի դուրս եկավ տեխնորը։ Կան նկար մենչից։ Կան նկար մենչից։ Ոչ թե մեր կան Փարթամյանի մոտ։ Կարա լինի, չգիտեմ, համացանցում ինչ թե որ մանգան գտնենք էլի։ Այս խնդալու բանը շատ է եղել, եսի Շատ եք փաստորեն իրար նաև պրանկեր անում բեմին։ Դե ելնում է։ Իմպրովիզներ, այդ Իմը հիմնականում պատահական ես չեմ ուզում, բայց դա պրանկ է։ Դու ես անում թե քեզ են անում։ Չէ, ես եմ անում։ Ինչ ես արել ում։ Ես կողնից անհարմար տեքստը մոռանամ, որ вообще ձև չլինի, էլի դրա տակից դուրս։ Մի անգամ էլի նույնի ժամանակ դուրս եկա որ բանաստեղծությունները, պոեզիայի ինչ բան է։ Բանաստեղծություն պետք է ասեմ որը սենց է սկսում կոտրվել ու խեղճացել է։ Ինչ չեմ հիշում նա։ Այդ ասեցի ու մոռացա ամբողջը։ 4 տուն կա։ Այդքան էի հիշում։ Այդքանն էի հիշում։ Ֆայլը թռավ։ Հա, մոռացա։ Այդ 4 տունը այդ երկու բառով ասեցի։ Խեղճացել ու կոտրվել է։ Գիտես արդեն 4 տուն ասեցի։ Գիտեք ոնց էին նա։ Որ явно չկա։ Շարունակեին, դե ինչ շարունակեն, բառ չեմ ասել, շարունակեցին տենց։ Պրծավ։ Լավ, նկարահանումներից ինչ կհիշեք, այս ներկայացումներից։ Վերջերս մոլորվածը ֆիլմը արդեն բարձրացավ մեծ էկրաններ, համապրոդյուսերն ես դու նաև։ Հա, եղել է, այնտեղ էլ բանը մեր մոտ գոռը, քանի որ նկարման process-ին ինքն էր կոպիտ ասած sense ղեկավարը, ինքն էր շատ լուրջ է, բլաշատկում, որ կատաստրոֆիկ։ Որ գալիս ենք բարև չենք տալիս, ես գլխով ենք անում, մենք որտեղ դա ինքը շատ տենց։ Բլաշատկումը տենց է։ Իրական կյանքում այդքան էլ տենց չի։ Որտես որ ասեմ, տենց ինչ-որ շատ տենց խնդալու բաներ եղել է, շուտ կլինի, որտեղ բոլորը լրջի մեջ էին, բոլորը։ Բայց մի հատ տենց պայստկա ունեցանք Վրաստան, այնտեղ տենց էլի խնդալու բաներ եղավ, որ մեր տղեկից նստեցինք էլի լավ հասմաս կերացանք, ընկերանք մի քիչ խմեցինք, բան, ասենք գնանք միտեղ մի քիչ երաժշտություն լսենք, բան, ստորին ասեց ես գիտեմ ուր ենք գնալու, բան։ Որ մենք սաղ Թիֆլիսը մանեկանք, վերջում տարավ Մակդոնալդս։ Գնացինք Մակդոնալդս, բուրգեր կերանք, գնացինք քնեցինք։ Լավ։ Լավ տեղ էր տանը։ Գազ պատմես։ Դա նույնն է, որ Ամերիկայում տակ չգիտեմ պատմել են թե չէ, որ դա մենք հետ այդ պատմությունը, որ տարել են համով բան ուտելու, որ առաջ անգամ դու ուտելու ես այդ բան, տանում են պիցա ուտելու։ Իրանք բոլորով խաղացել են, որ առաջ անգամ են պիցա ուտում։ Իմ հետ էլ է եղել։ Պիցա։ Գնանք պիցա ուտենք։ Շատ ուրախ։ Շոտ համով պիցա։ Պիցա էլի։ Հասի կալմաս էլի։ Պիցա։
Նկարում Բայց նաև շատ անում են հայկական խոհանոց, չէ՞, հայկական խոհանոցով ռեստորանները, չէ, ուրիշ բան եմ ուզում։ Գնացինք բան անելու, ոչ ռեպուբլիկի վրա, այն մեր հենց ռեպուբլիկի վրա, այնտեղ մենք շատ համով բան էի կերել։ Հաջորդ անգամ որ գնացի, աստի ժողովուրդ բան եմ, շատ համով բան եմ կերել։ Գնանք այդ ռեստորանը, գնացինք, բան, նստեցինք, մեկ էլ մատուցողը եկավ, հայ եք, ոնց հայ չէ, ես ձեզ ցավը տանեմ, բան։ Հա, հայ ենք։ Ասենք ախպեր, հայ ենք, էս ենք ուզում։ Ասեցին, ինչ եք ուզում։ Ես ձեզ հեսա այնպես լավ բան կհյուրասիրեմ։ Ասի չէ, հյուրասիրել պետք չի։ Մենք էս ենք ուզում, սրա համար ենք հատուկ եկել այն ծերից էս ծերը, որ էս ուտենք։ Քյաբաբա բերած։ Ախպեր ասեց, գործ չունես, էս կտամ։ Ասենք դե լավ, 6 հատ դրանից պատվիրեցինք, ինչ որ sense ամաներ, մեջի ինչ որ բան։ Գնաց, միացրեց շատ վատ երաժշտություն մեր խաթր։ Հա, բարձր, բան, տենց Փարիզը սաղ էտա լսում, բան, հայկական շատ վատ երաժշտություն, մտա ընդեղից էլ աչքով ատալիս, անի։ Հա։ Ոչ, բերեցին մեր ուտելիքը։ Բերեցին այն սերեբրիստի ամաններ կա բանակի։ Հա, սուպի ամաններ բանակի։ Դրանցով ոսպով բրնձով փլավ։ Ու թթու եսի ինչ մեջը տենց ինչ որ հազար ներողություն է տողում, բայց հեչ համով չէ, անուդրել էի չապի։ Ասում եմ չապի կերանք։ В общем, ու տենց այդքան է։ Սոված մնացինք։ Հա, սոված մնացինք, բայց առավոտից մենք սոված մնացել ենք, որ էդի պիտի ուտեինք։ Չկերակ։ Չէ, գնացինք էլի ինչ որ տես McDonald's, բան, կընկնեինք։ Մեր խոսքով չապին կերանք, գնացինք տուն։ Վաճեի հարսանիքից ինչ որ բան էի քիշել, միջև սկսելը։ Հա։ Հաճե հարսանիքին Շնորհավորում ենք վերջերս Հա, շնորհակալություն, Իմ բայց նվերն այդ ես պիտի հիշեմ, ես- որովհետև Հա, բայց դա դեռ ոչ մի բան չես հիշի, այնքան չեր հիշի, որ գնացել ենք հարսանիքի ժամանակ, ես եմ կինեսա, Գուգոնա իր ընտանիքով, մեր ընկերն է Մկրտչյան Արտուրը, գնացել ենք սեղանը, նշված է, ինչ սեղան է, գնում ենք անում ենք այս սեղանը, դե մենք լիքը մարդ կա նստած։ Իսկ ունես մարդիկ են, ենք ֆորշնա, բան չգիտեմ, ունես մարդիկ են, չես կարող հանես։ Բոլորին նույն սեղանն Բոլորին նստած են, որ իմ տեղը նստածը թողածյան հրանտ է, չէ՞։ չէ, բարե։ Վերջը խառնել է իրար, որ չգիտեմ, կարող քեֆը լավ տես սաղին կանչել էր, հարսանիք ու տես տեղը քանի տեղ է։ Քանի տեղ, մի 30 տեղ։ մի 36 Գնացել ենք, ես ու Գուգոն սեղան ենք բերել, դրել ենք, սաղ մեր համար սարքել ենք, նստել ենք առանձին սեղան։ Հա։ Դուք եք Բայց Մենք ենք դրել։ դրել սեղանը, լուրջ, անկես մենք ենք դրել սեղանը։ Ու դրա Դու մտածել ես, որ կհրավիրեմ, բայց չեն գա։ Չէ, ես չեմ հրավիրել, եկել են։ Ադե լավ, Լավ։ քեֆը լավ կանչել ես, չես հիշում։ Բայց շատ ուրախ Շատ հարսանիք ուրախ էր, հարսանիք ամեն դեպքում էր, ստորիներով հա։ Հետո- այդպիսի տպավորություն էիք թողնում։ Բաներ, չէ։ Դե ինչ տվել էիր։ Ծրար են տալիս սովորաբար։ Դե գնացել եմ տուն նայում եմ բոլորի ծրարները եւ այլն։ Կարիքի ծրարն է գալիս։ Բոլորը մեկը դոլարով, մեկը դրամով է եւ կարիքի ծրարը գունավոր թղթեր է։ Չէ, արա դա Չէ, գիտեմ։ Նայում եմ ես sense փող կյանքում չեմ տեսել։ Մի քիչ մոտեցրի, լարի էր բերել։ Իսկ նոր էիք հետեքե վրա։ Չէ, Չէ, հատուկ գնացել էր լարի։ լարի, առը որ Օրիգինալ։ Լարի։ Այս ինչ պիտի անեմ։ դες մտածեցի որ կարող է մեր Իսկ հաջողություն վերող թղթեր է։ Մեղրամիսը Բայց կաբուլեցի։ օրիգինալ է։ Լարի էր բերել։ Մտած ամեն դեպքում կհիշես միշտ։ Հա։ Ինչ կանա բերել։ Մի բան պետք է անես որ նի ստանդարտ մի բան պետք է անես, էլի, թե չէ որ դոլար դնենք։ Հա, չէ, ինչ։ Դանել, վեր։ Դե տվեցին ինչ։ Վարգանական։ Բայց միջև հիմա կա Գարիկի նվերը։ Չէ։ Չես ծախսել։ Իհարկե ծախսել ծախսել ես։ եմ։ Անպայման։ Չեն չես արել։ Հա։ Ես ուրախացա որ լարի մանրում են ստե։ Դե որ առել է որ մանրում էլ։ Բայց այնտեղ տարբերությունը կասես կտամ, էլի չէ։ Հա, դա ինչ որ Արկու 1200-ի բան կա, լյուֆտ կար։ Դուք նաև մտերիմ եք, ընկերներ եք իրական կյանքում։ Հա։ Համատեղ ինչ Բայց պատմություններ աստղված կենցաղից չունենք կհիշեք։ Հա։ Կենցաղից։ Մենք Գորիս ենք վերջերս գնացել, կենցաղ ենք կիսել։ Գորիս կանչել են, հրավիրել են, գնացել եմ այնտեղ Գորիս քաղաքի տոնը պետք է անցկացնեմ։ Դες վաչինս ինչ ես անում, դե պարապենք, գնացինք։ Մի խոսքով գնացինք, մյուս ընկերս էլ էր մեր հետ, ասացի դες վաչեին իմանալով, ասի դե ոնց է լինի, տենց ուտել խմելով գնալ ենք, ուտել խմելով գանք, գոնե ընկերը մյուս ընկերս վարորդ է էլի հետ։ Հազար ներողություն Գարիկի այդ ճանապարհ գնալը, այն որ շատ լավ է, ես վստահ եմ որ իմ հետ էլ։ Ու երբ որ մենք միանում ենք, այդ всё, արդեն բրծավ էլի։ Ուրախ։ Շատ ուրախ գնացինք, ուրեմն գնացել ենք այնտեղ, դե քաղաքի տոնն է, ինչքան մի 20-30 հազար մարդ է հավաքված, շատ ակտիվ ժողովուրդ են, որ ուրիշ ձև էին, այտենց
գալիս էին նկարում էին անընդհատ ոստիկաններ են որ չեն կարող պայման բան ու վաչեն մեքենայի մեջ հետևը պարկած է որ հանկարծ իրան չտենան այդ ժողովուրդը որտեղ հենց տենային ասենց եթե վերևից նայեք սև է ու մի հատ ավտո մի հատ ավտո հետևը ինքը պարկած է թակու բախտելա որ հանկարծ իրան չտենան որտեղ հենց տենային վաչի մենք կտոր ականջն էինք բերել երեխեքը սպանելու էին վաչեին վերջը բայց մի հատ երեխա տենց միամ տեսել էր որ բռնել էր բայց ասենց անցնում էր ավտոյի մեջ ես ասենց արտնացա տեսա իրան քնել էի ես տեսա իրան ինքը ինձ տեսավ գնաց 1600 հոգի եկավ հետո ու վերջ կարողացա եկած բայց փախանք չէ փախակ որովհետև չէ այդ բան կլներ իրոք վնասվածքներով կամ համ մենք համ երեխեքը այն պիջակը ճղվել էր հա շատ ճղվել էր բայց ամեն դեպքում այնքան հաճել էր ես անկեղծ այդպեսի զգացողություն չէի ունեցել ոչ մի անգամ ոչ միտեղ ոնց որ Գորիս քաղաքում բացի սիրունությունը ժողովրդի այդքան ջերմ ընդունել է բան գորիսցիներին հա սյունեցիները առանձնահատուկ ջերմ են բոլորը պատրաստ են իսկապես քեզ իրենց տանը պահել հա որ բանը նստած միտեղ հաց ուտելուց ալնում խմում են մի քանի բաժակ դասում մեքենայով չգնամ տուն այդ բաներից այն ինքնագլորներից ասեմ որ գնա որտես գնում եմ եկել առավոտը նկարն ուղարկել հա սոշկի տոկ տարակած գլուխը ծխված բանս կապուցա բրս ինչ է կռիվրիվս արում չէ ասում դա հաստում է ասում բանից թռելա հա բայց ամենավտանգավոր բանն է շատ վատ ես կարող էի չլնեի ել ես կարող եմ շատ խնդալու պատմություն պատմեմ Արման Նավասարդյանի հետ կապված այսինքն ինքն էր կադրում այդ իմ առաջին ֆիլմն էր որ ես նկարվել եմ բայց այսօրվա պես հիշում եմ ինչ էր ուրեմն կտորա որտեղ պետքա ուազ չէ բան էր Урал քշվի Урал քշողը դերասան է Վահեն էր բայց թե քշել չգիտեր թե ինչ որ մի խոսքով պետքա շոֆերը քշի մի խոսքով այդ ավտոն որին մենք չենք ճանաչում որը կադրում չկա որովհետև այս բայ Նավասարդյանի կրուպնին է հիմա Նավասարդյանի տեքստը սենց է իսկ ռեպլիկ տվողը ով որ պետք է լինի սենց կախված գալիս է մեն սենց որ ռեպլիկները տա հիմա Նավասարդյանը պետք է ասի այս տարի լավ շոկ արեց Էտա իրա։ Ռեկ, մոտոր ոչմ, այս տարի լավ շոկ արեց։ Մեկ էլ էս շոֆերը սենց այց, հա, այնա, արտի, ծորենը վարվել է, բան, ինչ-որ սենց բաներ ասեց, հա, այնա, սաղ սևացել է, բան, չենք իմանում ինչ անում։ Աս, ստոպ, 1980, դուք քշեք, դուք չկաք։ Ասես, չկաք դուք։ Հա, եղավ, լավ։ Նոր, մոտոր, ռեկ։ Այս տարի լավ շոկ արեց։ Այդ եմ ասում էլի, բանը արտս վարվել է, ասենց ասում են չկաք դուք մի խոսեք, որ ինքը ասում դուք մի պատասխանեք։ Կամ ասում եք վայ ջան, դու պատասխանի, որ հետո որ կախված է, ոչ եմ։ Երրորդը, այս տարի լավ շոկ արեց, հա, բա այդ եմ 4-5 լուրջ եմ ասում, շատ երկար։ Արդեն են որ խնդրում ենք ձեզ եւ այլն, էս ենք անում։ Ասես լավ, հա, չեք ուզում չեմ խոսա։ Նեղացավ։ Հա, մոտոր գնաց։ Այս տարի լավ շոկ արեց։ Ձեն չկա։ Նավասարդյանը նայեց այդ մարդուն սենց արեց։ Շատ լավն է, շատ։ Ինչքան ապահ եմ էջ։ Չոսում բայց շոկ արել։ Այն շատ լավն է։ Ռաֆոյի հետ շատ պատմություններ եղել։ Ռաֆոնով է։ Երանոսյան։ Հա, Ռաֆոյի մասին պատմությունները շատ լավ են։ 52 պլյուս պատմություններ են, ինչ եմ կարող պատմել։ Երեխեք գնացեք 52 բարեկամները, մենակ թողնես է։ Դե իրա Ռաֆոյի աղակին աշխատել ենք էլի։ Կարիք, ճամփորդից պատմի։ Դիկին Հասմիկը, որ զոքաշն էր խաղում։ Ու այդ կինը ֆոբիա ուներ մի հատ ինչ-որ չգիտեմ էլի, այդ բարձր ձեներից վախում էր, այս Ռաֆոն բռնել էր։ Ականջի տակ այդ շվիշտոկ ուներ կախած, ինքը ինքը բան էր խաղում էլի, ֆիզրուկներ։ Մեկը գալիս էր ականջի տակ ու բացր չէր շփոթնում։ Ապես կնկան ծառերի վրից իջնում։ Վա։ Իսկականի շաքար մաքար ստացավ եւ։ Շատ էր ընկնում։ Ռաֆոնը որ տենումա չեն բանին անում, ավելիա, չէ։ Մեկ էլ բանել էր, Google ետել եղավ մի անգամ։ Ով էր մեր անուշիկներ վայ թե որ շիշ պետքա ջարդի Google-ի գլխին։ Դա շաքարի պատրաստված շշեր է, որը որ բանա, ռեկվիզիտ է ինք էլի։ Ուրեմն իրան դրել էին խոլոտը սառնարանի, որ ինքը չհալվի։ Ու մի երկար էին թողել, էսի քարացել էր։ Արեք ու բերին տվին անուշիկի ձեռը, որ պիտի ջարդի Google-ի գլխին, թե տիկին Հասմիկը ջարդի չեմ հիշում։ Տվին Google-ի գլխին, որ երկաթից ոնց զենգը գա։ Սառուցի կտոր էր էլի էդի։
Աշկերը Google-ի թռավ, տենց հազիվ բռնել ենք։ Միջև հիմա այդ Բայց կոտրվեց, կադրը ստացաք։ Հա, կադրը ստացանք։ Դե հիմա որ Google-ն տենց է։ Google-ին չստացանք։ Չէ, հիմա Google-ն տենց է դրա հետևանք։ Դրա պետք է քիչ դնել սառնալ։ Ահա, ինտեղա ռոշն Google-ն։ Բայց միջև ուրիշ ձև էր Google-ն, էլի հիմա տենց։ Շատ հետո փոխվեց։ Շատ լավն է։ Ճամբարում էլի շատ խնդալու բան։ Շատ ալնում էլի ես իմ ծառից ընկնելները բան տես։ Կարենը որ ասում է ռայսը թրի 5 մետրոնոց ծառ ասում։ Ով։ Ինձ ասում։ Պին վրա ընկնեիր, չէ։ Հապտինգն է Վաչեի վրա վերևից։ Ասում է թրի այս էլ 100 կիլո եմ էլի ընկնեմ Վաչեի վրա ինչ մնա։ Դառնա ծրար բան նարդիով թաղենք ապակի։ Ստաղեք դե։ Նոր դա կանչել ենք պիրատեխնիկ բաներն կան այդ կասկադյորները նոր պարանով բանով իջացրեցին տենց։ Նարդիովը շատ ուժեղ։ Նարդիով։ Բայց դա գիշերը բանի ճամբար ֆիլմի ժամանակ էր, որ գիշերը ծաղկածոց սարի մեջ նկարում ենք, գիշերվա 1-ն 2-ն երեխեքը գետնին քնած ցեխերի մեջ բան արդեն որ սա վատ ամեն ինչ, ու շակալների ձենն է գալի։ Եկել են մոտիկ։ Վախենալու էր, հա, լավա տղեկից մեկը տենց էլավ գորգրած վերները ջղայնացավ։ Էս ինչ եք անում։ Ծիծաղալով գալիս էին, էլի։ Ատենց եք։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը Mastercard-ի հետ ունի նոր ակցիա։ Ուղղությունը ընտրում ես դու։ Ակցիայի մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard World Travel Card-ով։ Յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով, իսկ անունները հաղթողների կիմանանք հունվարի 15-ին։ Բլից հարցերն են, էլի։ Մաթեմի հետ կապ չունի, չէ, որն է ձեր ամենասիրելի երգը։ Ես սիրում եմ բանը Ռեյչարդի Սիամոր երգը։ Սեյնոմոր երգ։ Ես էլ ասեմ։ Հա։ Եթե ուրիշ ասեմ կրվում եմ, ցալ։ Չէ, ես շատ ունեմ, բայց բանը Nature Boy երևի։ Ում կատարման։ Նեթ Կամ Ella Fitzgerald։ Հա, իրանց։ Լավ, որն է ամենասիրելի ֆիլմը։ Դաստուչացա Դանիվես։ Приключения Пикассо։ Սիրելի սերիալ, նայում եք սերիալներ։ Ես նայել եմ Վարսեցյաշկին, դա եղել իմ համար պիկը, որտեղ ինքը սցենարնի շատ ուժեղ լուծումներով էր, ես որպես սցենարիստ ինձ շատ է դուրս եկել։ Իմը Շերլոկը։ Շերլոկ։ Չկա, հա, դրանից անկում չունեմ սիրած սերիալ։ Սիրելի հայ երգիչ։ Հայ երգիչ, սիրելի։ Ում ասենք որ չներանը։ Չէ, ում է սիրում իսկական Ռազմիկ Ամյան։ Այո։ Ֆորշ։ Իսկ սիրելի հայ երգչուհի։ Ինգայ Վանուշաշակի։ Իվետ Մուկուչյան։ Իվետա Մուկուչյան։ Կա դեր, որ կուզեիք ձերը լիներ, դուք խաղայիք այդ դերը։ Ոչ։ Ինչ-որ եղած դեր։ Հա, որ ուրիշն է խաղացել, բայց կուզեիք դուք խաղայիք, կերտեիք այդ կերպարը։ Ես չեմ կարող ասեմ, բայց լուրջ դեր եմ ուզում խաղամ։ Որտեւ ես 20 տարի հումորի մեջ եմ ուզում Միշտ անլուրջ դերեր են։ Չէ, մատ լուրջ դրամատիկ դեր եմ ուզում։ Կողո դու գրես սցենար քո համար։ Ես չեմ կարող գրեմ։ Մի անգամ Գոքորն եկավ, ասաց իրավու կնոջ հետ կա բան երգ կա մի հատ էլ, ասաց երաժշտությունը կա, բառերը գրենք, դες ամբողջ օր իրար հետ սցենար են գրում, ասի գրենք։ Յոկ ջան։ Ստացինք ոնց գրում ենք խնդալու է ալում երգը, բայց սիրային երգ, արած ախորպես դարտու թող ավետ վարսականի բան մեկ էլ գրեն աս։ Ինչ չի լում։ Սիրային երգը խնդալու բառ։ Սերիալներով երգ։ Շուտկեք են գրում։ Կա դեր, որ խաղացել եք, բայց փոշմանել եք։ Շատ։ Հա, եղել է։ Չեք ասելու։ Չէ։ Չէ։ Լավ, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Յոսի։ Առաջինը։ Գնացեք մանկություն։ Ալլա Պուգաչովը։ Իսկական։ Լուրջ, հա։ Դիսկերն առնում էի, կասետները դիսկերը չէ, կասետները առնում էի, հետո դիսկերը որ եղան արդեն։ Սիրահարներ։ Աֆիշներ ունեի, հա։ Չի մտածի։ Հա։ Մի ու մասենք տունը կռիվալ են, չեմ ասում։ Չէ, առաջին ինքը չի եղել ժամանակ։ Չէ,
Չեմ ունեցել երևի այդպես ուշադրություն։ Sharon Stone, Ֆիքսը։ Monica Bellucci։ Բելուչի է, Իշոս ֆիլմը որ նայել է։ Որը։ Նիկոլ Կիդման նայել է։ Հա։ Հա։ Հիշեցի։ Որ ֆիլմն էր բանը, Բելուչի սիգարետը։ Bellucci-ն համարենք։ Մալենան։ Հա, Մալենան, հա։ Bellucci-ն Մալենայով։ Այդ էր քո celebrity crush, okay։ Էդի միջև հիմա իմն էլ է։ Ով է ձեր ճանաչած ձեզ համար ամենահումորով հայտնին։ Ում անձամբ ճանաչում եք։ Ավակյան Նարեկը, սցենարիստ մեր ընկերը, ում հետ պրոստը անհնար է կողքը նստել ու չծիծաղել, որտեղ ինքը անդադար հումորներ շուտ կեք ասում։ Անդադար հումորներ անում։ Ինքը սցենարիստ տենց։ Վայ, Հրանտ Թոխացյան։ Հա, Դες հիշեցիք։ Հեռախոսները ձեզ մոտ են։ այո։ Կացեք ինչ եք վերջինը փնտրել Google-ում կամ հարցրել ChatGPT-ին։ ChatGPT ես չունեմ։ Պրինցիպիալնի չեմ օգտագործում ընդհանրապես։ Google-ից ես դեռ հարցնում ամեն Բայց ինչ։ ես գովազդ Չեմ էլ հարցնում։ Ասա։ Վարդանանցը Medical Center։ Էջն եմ նայ, տեսնեմ մոլորվածը ոնց է գնում։ Տոմս կա թե չէ, չկա չէ։ Լավ, որ երկն եք վերջինը ավելացրել եւ երաժշտություն ոնց եք լսում հեռախոսով։ Ես ես վերջերս լսել եմ մի հատ պարսկերյան ռոք։ Լուրջ։ Շատ ուժեղ երգ։ Ուղարկես։ Կուղարկես։ Անպայման։ Ես լսել եմ վերջին ավելացրել եմ բանը։ Մի հատ վրացական խոր եմ գտել, որ երկմա Թբիլիսո երգը։ Որ էմոջին եք ամենաշատը օգտագործում։ Այն որ լացելով խնդում է։ Ասեն կաչև կա։ Հիմարի մեկը։ Դու։ Չգիտեմ, երևի ջղային է։ Որ ջղայնը կարմիր։ Կարմիր է։ Այն Որքան կարմիր։ բաներ է, Վանդականի, Շաստղանի, ընդ։ Հա։ Խոսքերով ջղայնը։ Չէ, Այդ հայհոյում է։ չէ, կարմիրն է։ Մեկ էլ մինյոնները ունեն շատ լավ բաներ։ Չէ, էսպես Սմայլիկներ։ Այն որ ինչ ուզում ես, իրանք արտահայտում են քո տեղը։ Ասենք եթե մեկը ապուշ բան ասում, սենց սմայլիկ կա։ Մինյոնի էմոջիները։ Ես բանը շատ voice-ով եմ խոսում։ Հա։ Դրա համար տես էմոջիներ շատ չեմ օգտագործում։ Ձայնային էմոջիները հասնում են տեղ։ Շատ լավ, անցնում ենք առաջ ու խաղում ենք թե-թե։ Հիմա խաղալու ենք թե-թե, բայց մինչ այդ ձեզ մի հարց ունեմ։ Պատրաստել թե պատվիրել։ Պատասխանը մեկն է՝ պատվիրել։ Հենց հիմա ներբեռնեք Glovo, պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից եւ համտեսեք նոր ու հետաքրքիր համեր։ Իդեպ Glovo-ն ունի նվեր հենց այնպեսի հետևողների համար։ Օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը եւ ստացեք զեղչ առաջին պատվերի համար։ Վաչե, դու պետք է ընտրես, թե նրանցից ով է շարունակելու խաղալ հայկական սիթքոմերում։ Վայքո։ Նրանցից միայն մեկն է շարունակելու խաղալ հայկական սիթքոմերում։ Ժաննա Բուտուլյան թե Եվա Զորաբյան։ Ժաննա Բուտուլյան։ Ժաննա Բուտուլյան թե Մարիամ Ալեքսանյան։ Վայքո։ Մարիամ Ալեքսանյան։ Մարիամ թե Աննի Լուպե։ Մարիամ։ Մարիամ թե Սաթենիկ Հազարյան։ Մարիամ։ Մարիամ թե Լիանա Վանոյան։ Մարիամ։ Մարիամ թե Զարա Սահակյան։ Մարիամ։ Մարիամ թե Լուիզա Ներսիսյան։ Լուիզա Ներսիսյան։ Լուիզա թե Անի Երանյան։ Լուիզա։ Լուիզա թե Ալփի Գաբրիելյան։ Լուիզա։ Ահա, Լուիզան հաղթեց։ Հաղթեց։ Հա, Ես տենց էլ գիտեի։ ուրախ ես, չէ։ Ուր եք բերում։ Շատ լավ, Գարիկ։ Քանի որ մոլորվածը ֆիլմը հենց մոլում մենակ մնալու մասին է, այս ամանորին 2026 թվականին դու կարող ես նրանցից մեկին թողնել մոլում, ամանորի գիշերը մենակ։ Հա։ Պատժում ես էլի։ Ու ֆիլմի քաստից է դերասաններից Ինա Խոջամիրյան թե Անի Խաչիկյան։ Ինային։ Ինային կթողնես, Ինա թե Ներսես Ավետիսյան։ Դե Ստմելի ինային թողենք մոլում թոմնան։ Ինա թե Ռոզի Ավետիսովա։ Ռոզինք թողենք, դե որ ինքը իր երախուն թողեց։ Պատժենք։ Ռոզի թե Զարա Սահակյան։ Չէ, Ռոզին։ Ռոզի թե Արմուշ։ Արմուշ,
Արմուշին թողենք։ Արմուշ թե Գարիկ Պապոյան։ Չէ, Արմուշին։ Արմուշ թե Արման Նավասարդյան։ Արմանը մեծ մարդ է, թող գնա ընտանիքի հետ։ Դրանց Արմուշը կարող ավելի մեծ լինի, չէ՞ Արմանից։ Կարող։ Չէ, Արմուշին։ Արմուշ թե Մալենկո։ Մալենկոին։ Օ։ Մոնա։ Մի ամբողջ ֆիլմ։ Չար երեխա լինի Մալենկո։ Մալենկո թե Ռաֆայել Երանոսյան։ Բնականա Ռաֆոին։ Եվ վերջին հարցը։ Ռաֆո թե Գրիգոր Դանիելյան։ Ռաֆոին։ Ռաֆոին թողնում ես մենակ։ Մենակ կապրող տղա է, մնամուրում էլի։ Անցած տարի Ռաֆոն զանգել էր կենտանաբանական այգում վանդակ էր ուզում նոր տարվա գիշերվա համար մեր մոտից։ Իսկ կունենա։ Մենակ։ Մենակ էլի։ Ռաֆոն հաղթեց կամ Հա։ պարտվեց այս դեպքում Չէ, եւ հաղթեց։ անցնում ենք առաջ ու խաղում ենք գուշակիր ով է։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Ital Solar-ը, որը ունի հրաշալի ակցիա։ Մինչև դեկտեմբերի 30-ը Ital Solar-ից ձեռք բերելով 10 եւ ավելի կիլովատ հզորությամբ արևային կայան, ստացեք նվեր Երևան City-ի 200,000 դրամի նվեր քարտ։ Մի վճարեք թե հոսանքի դիմաց, թե ամանորի սեղանի։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Գարիկ, հարցերը տուր։ Դու գուշակում ես ում նկարն է քո գլխին։ Տղա է թե աղջիկ։ Չէ, նենց հարց տուր, որ այո ոչ ասելու։ Տղա է։ Ոչ, Դերասանուհի է։ ամեն ինչա։ Ոչ։ Հա։ Ոչ։ Կապ ունի շոու բիզնես հետ։ Էն էլ ոնց։ Էդ այո է, չէ՞ հաշվում։ Էն էլ ոնց փակագծի այո։ Դերասանուհի։ Հաղորդավարուհի է։ Ոչ, Երգչուհի է։ այո, Հայաստանում է ապրում։ ոչ, Իմ հետ խաղացել է։ ոչ, Հայաստանում չի ապրում։ Ահ, Լոսում է ապրում, երգչուհիներից։ Ո՞վ պիտի լինի։ Մենդ սա շատ մարդկանց երգչուհիներից ապրող։ Լիլում, Քրիստինե Եղոյան։ Չէ, Քրիստինե Եղոյան, հարցնում ես։ Ոչ։ ոչ, Երկու հարց։ Ամուսնացած է։ Այո, կարամ հուշեմ։ չէ։ Հա, Ո՞նց ինչ է ուշ։ շատ։ Ամուսնացած։ Շատ կարում։ Լոսում է ապրում։ Ոչ, 10 հարց հնչեց։ Ահա։ Հիմա արդեն պետք է Պետք է անուն պատասխան։ հնչեցնես, բայց հեչ մոտ չես։ Հա, դե Համար Արտա դա Սահմանյան երգչուհի է ինձ թվում է։ 11-րդ հարցն էլ հնչեց, հիմա անուն ասա։ Իսկ Շակիրան է։ Չէ, Հանին է։ ոչ, Նույնիսկ ուրախացել որ celebrity crush-ը թե։ Բասում լոսում ապրում ասում ես հա։ Չէ, ասեց չէ։ Հա։ չէ, ասել եմ չէ։ Բայց Ռուսաստանը ասելու էր չէ, ու տենց չգտնեինք այն երկիրը, Հա, որտեղ դե- հիմա տեղափոխվել։ Կարա իր ասել, որ ասեցի ամուսնացա, կարա ասել լիքը։ Էդ է ուզում ասի շատ։ Ասեց շատ։ Հա։ Սամստացած Ուշեց։ շատ։ Շատ լավ ավաչեն Գարիկին պատժելու է։ Այս Հա, անգամ տենց, հա։ արդար։ Հիմա դու ես Հա։ հարցեր տալիս, տեսնենք Հիմա ես։ Գարիկը քեզ կպատժի թե ոչ։ Աղջիկա, Ոչ։ հայա, Այո։ դերասանա, Այո։ լավ դերասանա, Այո։ իմ տարիքի է, Չէ։ մենք իրար հետ խաղացել ենք, Կարծում եմ չէ։ Հայաստանում է, Հա։ ճանաչում եմ իրան, անձամբ, Չգիտի։ Չգիտեմ։
Օգնենք։ Մարդ, հա։ Կարամ մի ժեստ ցույց տամ։ Չէ, 10-րդ հարցը մնաց։ Եթե չգուշակի նոր։ Okay։ Շատ հայտնի է։ Հա։ Վերջ, հիմա 10 հարց հնչեց, անուն ես հնչեցնում։ Վա։ Մի հուշել։ Լավ չեմ ասում։ 1, Ոչ պիտի ասացել նեիր արդեն։ Չեմ պատկերացնում։ 4, 5։ Անուն։ Արա, Հովանես Ազոյան։ Ճիշտ եմ ասել։ Հա, բայց մեկը պարտվել Պարտվել է։ է։ Հա, դե լավ, հա, հեչ, պատվել է։ Ես շատ հուշում էր։ Ահա։ Շատ լավ է։ Երկուսդ էլ իրար պատժելու եք, ես շատ եմ սիրում։ դելենք սպանենք Դուք իրար։ պետքա որոշեք ինչ եք անում։ Ital Solar ժամանակն է ստանալ ավելին։ Աշոտին զանգի։ Աշոտով։ Դերմատոլոգիան։ Ինչ ասեմ։ Զանգի ասեսա չեմ կարում գամ։ Մի րոպե մեզ էլ կպատմեք Սր Աշոտի ու Սոֆայի ներկայացումն է։ ներկայացումն է։ Վաչին 50 անգամ ասել է գալու ես, չէ՞, ասել է հա, գալու եմ։ Եթե չես գալու, ուրիշ մարդու տամ տոմսը, ասել է չէ, գալու եմ։ Հիմա զանգի ասա չեմ գալի։ Բայց ինչի չի գալիս։ Ասա, Մոռացել էի, որ հա, բանուն է։ ասա մոռացել էի, սրբուկետ գնում եմ վայք։ Ասի օքեյ կդնի, մի քիչ ավելի ուրիշ զարգացրու իրան, այդ միտքը։ Որ ինքն դեից ներվայնանա, չէ։ Չասեմ։ Ուրիշ ներկայացում եմ հրավիրված։ Հա, Հա, ասեմ։ Այդ է շատ վատ է էլի։ Հա, ու մի անգամից Պարոնյան։ Հա։ Ինչ որտեղ։ հա, շատ չգիտեմ, մտերին հրավի ասա մոռացել էի։ Դիգնամ ընդա պետք է ներես։ այնտեղ խոսք եմ տվել, որ ինքը ներվայնանա, ասի, բայց ինձ էլ էս խոսք տվել։ Այս կողք ֆուրմը ֆուրտա։ Աջան, Բարլուսար, բարուց կանք։ ո՞նց ես։ Լավ, դու ասա ցավոտ։ Լավ, շատ ես զբաղված։ Չէ, ասա, քնես։ Այսօր է, ճիշտ է։ Այո, Օրա մենք շատ վատ բան ա եղել։ ինչ արա։ Չէ, բայց Արա բան եմ, Պարոնյան եմ հրավիրված ներկայացման ինչ որ ներկայացումը։ Բայց ես քեզ խոսք հետևե որ պիտի գամ։ հա, Դու էլ ինչ որ մեկին հանել էիր, տենց զանգել եմ, ասեմ չի ստացվում այսօր գալիս։ լավ, ախպերս, օքեյ։ Բայց նեղանում ես։ Դե կյանք պիտի նեղանամ։ Երեխա չենք։ Բայց Նորմալ է, Չէ, դե լավ։ Արխային գանձս։ Մյուս անգամը կասես։ Հա, ախպերս։ Լավ, Լավ, ցավ։ լավ, դե բան եմ, կգամ այսօր, որտեվ մանեի հաղորդման հյուրն եմ։ Ասի գոնե մի քիչ նեղանաս մի երկու բան ասես։ Հա, նեղացա, նեղացա, ձենից զգացվում։ Ասեք, տարիքում չենք իրարից նեղանանք։ Չէ, պաուզան, օքեյ, լավ։ Չէ, Կակաս հենց հիմա նստած գրում էի տեղերը, որ նկարեի ուղարկեի։ հա։ Հա։ Դե, վсё, ուրեմն ինձ գրի անպայման։ Ինձ գրի։ Չէ, դու չես լսել, որ ասում եմ մանեի հաղորդման հյուրն եմ։ Որ մանեի։ Գրիգորյան։ Հենց այսպեսի հաղորդման հյուրն եմ։ Գարիկը Սեփխանյան պատժել է։ Բարևներ, Ես պիտի ասեի, որ այսօր չեմ գալ, նենց որ ինձ գրի 3 տեղ։ Շատ եմ ասում էլի։ Դե բարոյի բոլորին Եղավ, ախպերս։ եղավ։ Բարև։ Հարազատ մարդիկ են։ Եղավ, բարևներ։ Բարում եք, Աշան, Ես քո տեղ լինեի, Հեսա գրեմ ուղարկեի։ Ձեզ բարի ներկայացում, հա։ ես իրա տեղ լինեի, կասեի չեմ գրում։ Գալիս եմ։ Երար դու ինձ այդ տղա։ Լավ ախպերս։ Շատ փափուկ է։ Շատ փափուկ, բայց նեղացավ։ Հա, Հաստատ ես ինքը Աշեն նեղացավ։ շուտվանից եմ Օքեյ, լավ։ ճանաչում։ Ինքը որ ասեց լավ ախպերս, օքեյ։ Okay։ Հա, Հա, այդ նշանակում է Այդ որ որ օքեյ շատ անջատվում ու վատն քրվի, էր, էլի։ հա, հա։ հա։ Այդ որ ասում ես չէ, Հետո հա, դες մի 10 օր կարողա չխոսա այդ բան տենց։ հա։ Չգա Լավ։ մեր բիսեդկեն։ Okay, Գարիկը Ես ինչ պիտի անում։ պատժեմ, ես գիտեմ, չեմ մտքիս մեջ համտածում եմ ինչ ասեմ։ Բայց մի քիչ ավելի դաժան։ Վա։ Ես ուզում եմ դաժան պատժեմ, աջան։ Չէ, զուտ հետաքրքիր անցնի մեզ։ Մկրտչյան Արտուրին կարանք զանգեն։ Գուգոին։ Քեր Գուգոին զանգեն։ Գուգոն գիտի որ Ուգոյին ինչ ասես բայց։ Ուգոյին արժի զանգել։ Զանգեմ երեք ձեր պրոյեկտը գնացել է էֆեր, չէ՞։ Հասայտ ինչ ես անում։
Հա, ասած բեսամ ամոթ է ինչ որ։ վատս խաղացել։ Հա։ Ասա կոտրնել եք խնդրեի եթեր չտայի։ Մի րոպե նոր սիտկոմ է գնաց է եթեր, առաջին սերիալը։ Առաջինն է Գուգոնել ներմուծված դերասաններ շատ լավ խաղում, բայց Այն Ժիրո Իվանի բանն է, Գուգոն Էստարի։ հա, զանգի։ Դու կապ ունես այդ սիտկոմի հետ։ Ի սկզբանե այդ սիտկոմը եղել է սյուրպրիզը։ Հա, սյուրպրիզի։ Սյուրպրիզն է, Ես որ պրոդյուսեր եմ։ Այս չի վերսին։ Մի քիչ բարձրացրուցեն բայց։ Ալո։ Ինչ կա գուկ։ Ինչ ես անում բա։ Հացը սուտում։ Արա երեք նայեցի պրոյեկտը վաչե էդի։ Ժիրո Իվան էլի։ Արա մի քիչ պերսոնաժը տուրիստ ձևի չէին կարում անեն, ապա շատ վատ էր ստացվել, արա մի տեսակ չդզեց։ Ինչ է։ Կերպարը էլի գուկ։ Ինչ է վատ ուղղակի։ Արա մի տես սազական չէր քեզ էլի մի տեսակ։ Դե իմը դու ես խաղում իրանց պրոբլեմը ո՞րն է։ Ով իրանք։ Արա դե հարութ ինչ, հարութը։ Արա դες մի ձևի ուրիշ բան կարել էր անել էլի գուգ, արա ես իմ։ Բեսան չդզեց։ Հա։ Իրանց ուզածը դա է։ Ապա ձենը տնես վատ է լսվում։ Հա, դե հանի նաուշնիկը։ Անջատեց։ Սա հետ կզանի։ Անջատեց։ Շատ դաժանավայց, շատ դաժանավայց։ Հա, ապեր անջատի։ Հայ, հիմա լսվում է նորմալ։ Չինական նաուշնիկ է։ Այդ iPhone-ը տեն։ Չէ, օրիգինալն են տվել։ Բախի է տենց վատ։ Չեմ անում։ Ապա դե ես իմ մտ ուրիշ բան փորձեի էլի, ապա ուրիշ ձևի էլի, մի քիչ իրանց ուզելը հով չի։ Խոսքի ուրիշ ձևի ինչ։ Արա խոսքի թոփալ ելնեիր։ Ահա չէ, ախպեր չեն թողել ոչ մի ձևի, ասել են ինքը պետք է սենս մաֆիոզոր դեմ գտնի։ Օրինակ Մարինկան ավելի լավ էր երևում ապա, քան տենց, չգիտեմ։ Կամքս բայց սա ասեն բոմբա է եղել։ Սա խափում են քեզ։ Ապա ես չէ, ակատակ եմ գուգոմանը։ Ես եմ պատժել քեզ։ Մանեի հյուրն են։ Մանեի հյուրն են Գրիգորյան ասում եմ, վաչեն ինձ պատժել է էլի, որ նրանք եմ քեզ ասում։ Հե։ Չէ, բայց դու շուտ ներվել ես, որովհետեւ Արա явնի ներվել էր ասման չորը։ Դե բարևի բոլորին լսում են քեզ։ դու էլ բարևի բոլորին։ Okay. Մանեին առավել եւս ձերից այդքան լսում եմ ես։ Это խոսած, հա։ Լավ գուգս, օքեյ, ծավ։ Խոսա։ Դավայ։ Ոչ ներվել։ Հա, ներվել է։ Բայց Ինքն էլ բան է, տես ներս գցող է։ հա, Շատ։ Բայց բոլորը Կողը լավն խռովի են մի ամիս չպատասխանում բան այդպես։ հա, բանը։ Հա, իրանց բաժեցիք այսօր ավելի Հա։ շատ։ Ոնց որ ձեր համար խնդիր չէ։ Վերջ, շնորհակալ եմ, որ եկաք, կիսվեցիք ձեր հիշողություններով, ձեր դրական պատմություններով։ Ես ձեզ էլ ավելի շատ հենց այնպես պատմություններ եմ մաղթում, որ վերադառնաք ու պատմեք, իսկ հենց այնպես պատմությունները ստեղծվում են նաև խնջույքների, ընկերական միջավայրում այդ ժամանակ եւ մեր գործընկերոջ կողմից ձեզ շեյք կոկտեյլներ եմ տալիս, որ այդ հիշողությունները արդեն նաև խմելով հավաքեք։ Այս խմենք հիշողությունները սկսվում է։ Հա, Խմելուց հետո, ինչպես այսօրվա հիմնականում բոլոր պատմությունները ապացուցեցին, շատ են լինում։ Դեռ խմելու է դեռ կապ։ շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ մանեջան հրավերի համար։ Սիրով սպասում եմ կրկին եւ վերջում խնդրենք մեզ հետևողներին անպայման բաժանորդագրվեն, լայքեն, կոմենտեն, որովհետեւ այդ ամեն ինչը աջակցում է ալիքին ու ալիքն էլ ձեզ մատուցում է նոր հետաքրքիր հենց այնպեսներ։ Կարաս սրբուկին զանգես, ասես բանը ընկերուհի ունեմ։ Սա պրոստը գիտի որ մանեի մոտ եմ։ Գինը, չէ, դες ոնց չէ, դոժոնը։ Հղի եմ։ Դե հյուրասիրությունը բանը լրիվ եղավ ու տենց գնացին գիշերն էլի մի քիչ հյուրանոցում մնացինք
քնեցինք առավոտյան վաչեին գտանք սենց ցույց տամ էլ այդ նկարը։ Այդ որն է։ Մանին մեծ պրոստը այդ նկարը ցույց տալու։ Ինչ է իր արել։ Վաչեն առավոտ 7-ին սենց էր։ Ես դուք եք հիմա տեսնելու։ Ոնց որ մաքրած լորը լինես, նայ բա։ Ես Full House-ի շրջագայություններից Ֆիլմի նկարահանումը դե ֆիլմը հունվարի 29-ին էկրան կբարձրանա, նկարահանել ենք արդեն Ստեփանավանում։ Լավ, անցել ամեն ինչ։ Շատ, հա։ Մենք հենց այնտեղ էլ մնում էինք, ամեն օր դից ինչ-որ մի հետաքրքիր բան լինում էր էլի։ Գիտեք, այս ֆիլմի նկարահանումները լուր ուղղակի ասում են բոլոր մասնակիցները, լավ են անցել, շատ ուրախ, բայց ոչ մի որովհետև պատմություն անընդհատ է չեն ինչ-որ լինում։ պատմում, պետքա չես հիշում։ պետքա ես իմանամ, պետքա ես պարզեմ ինչեր է եղել։ Ես սիրում եմ ամեն ինչ իմանալ։